Հարգելի հայրենակիցներ, այսօր էմոցիաների վրա իմ ելույթի մեջ մի կտոր կար, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել ինչ եմ ես ուզել ասել։ Բայց հիմա ուղղում եմ իմ ասացի իմաստը։ Մեզ հայտարարել են քրիստոնեական պատերազմ, Священная վայնա։ Մեզ հայտարարել են թուրքերը, նրանից հետո, որ Փաշինյանը գնաց, դուք գիտեք այնտեղ, ինչ էր ստորագրել, ինչա խոս տվել, ստորագրել են իրանց հետ, իմացեք, էլեկտրոցանցերի վերցնելը, դա նրա համար են խոսք տվել, որ ծախելու են թուրքերին։ Թուրքերը գալու են Հայաստանի տերը դառնան լույսերի։ Եվ մենք այսօր բոլորով, այս իմ ասացի միտքը նա էր պոլիտիկայի հետ կախված, որ պոլիտիկի իգրաչի սա, հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ հասկացեք, էսի քրիստոնեական պատերազմը մեր դեմ հայտարարած Թուրքիայի կողմից։ Խնդրել են նրանք, որ նա վերացնի հայկական եկեղեցին, այս սատանան, վերջացնի հավատքը իսկական առաջի քրիստոնյա ազգի եւ նրանք ոտքով մտնեն Հայաստան, որ աշխարհը չկանգնի, ասի դուք ատկազեկաք ձեր քրիստոնեությունից։ Հասկացեք իմ ասացի իմաստը, մարդիկ կան ուրիշ ձև են, այսօր իմ ասածը ընդունել, որովհետև ես խոսացել եմ էմոցիայով, խոսացել եմ, այս ամբողջ ասել եմ նրա համար, որ մենք հասկանանք, էսի Священная վայնա մեզ հայտարարել են քրիստոնեական պատերազմ, մեր դեմ անձամբ Թուրքիան, իր թուրքահպատակ Նիկոլ Փաշինյանով, իր շարլատան կնգանով եւ մեզ բերել են այսօր ամենապազորնի աշխարհում չի եղել։ Թուրքերը դաժե որ Հայաստանը գրավել են, եկեղեցականներին սես չեն տարի, հասկանում եք ինչ են անում մեր հետ, հարգելի հայրենակիցներ։ Այսօր հավաքեք խելք, մենք գնում ենք քրիստոնեական պատերազմի, սրանք վերացնում են մեր հավատքը։ Միա տունը խոսացեք, հասկացեք։ Ես այսօր իմ ասացի իմաստը հետ ա եղել։ Դրա համար խնդրում եմ ձեզ, բոլորից սաղի տներով ուղարկեք ես իմ զապիսները։ Իմացեք, որ մեր դեմ աշխարհում ամենամեծ այսօրվա արշավն է քրիստոնեության վերացնելու առաջի քրիստոնեական երկիրը։ Բոլորով իրար հետ, ես ասել եմ, ես դառնում եմ բոլորիդ համար որպես առաջնորդ։ Մենք բոլորով իրար հետ պաշտպանելու ենք մեր առաջի քրիստոնեությունը, ամեն։